Հրապարտեր մի հարց, որը վերջին շրջանում, մոտավորապես վերջին 3-4 ամիսներին իշխանության ձեր դեմ եւ ընդհանրապես Մայրաթորի դեմ ուղղված քարոզչական, այսպես ամենաառանցքային թեմաներից էր։ Գիտեք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը իշխանությունների հորդորով, Նիկոլ Փաշինյանի հորդորով հրապարակեց մի տեղեկան, ըստ որի Ռուսաստանի թեմի առաջնորդ եզրասարքեպիսկոպոս Ներսիսյանը, որ ձեր եղբայրն է նաև սովետական տարիներին համագործակցել է կամ եղել է KGB-ի գործակալ։ Առաջինը ձեր վերաբերմունքը այս տեղեկությանն է եւ դա օգտագործվեց այլևս քարոզչական մի ամբողջ շղթա կազմելու համար, որ ընդհանրապես Մայրաթորը, Վեհապար Հայրապետը ինչ որ հասավ անգամ Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեկում, որ ասաց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը 1000 քանի 100 տարի գործակալական այսպես ազդեցության ներքո է գտնվել, Ընդհանրապես այս գործակալական ցանցի, օտարերկրյա ազդեցության, Մայրաթորի վրա, ձեր վրա օտարերկրյա ազդեցության, ռուսական ազդեցության մասին թեմաների ձեր կարծիքը կուզեի իմանալ, որովհետև իսկապես սա այսպես ընդգծված քարոզչական գիծ է, որ տարվում է իշխանությունների կողմից ընդդեմ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ ընդդեմ անձամբ ձեր դեմ եւ ընդդեմ անձամբ ձեզ։ Եզրասրբազանի պարագային այդ մեղադրանքը հերքվեց Եզրասրբազանի կողմից։ Ինչ վերաբերում է մեր անձին եւ եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին եւ հայրենիքին։ Եվ հանդես է գալիս ի պաշտպանություն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի շահերի։ Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում։ Այնպես որ այդ բոլորը թերևս ի գործ է դրվում ժողովրդի մոտ սխալ կարծիք ձևավորելու, սխալ պատկեր ձևավորելու եկեղեցու վերաբերյալ։ Բայց ես վստահ եմ, որ ժողովուրդը հավատ չի ընծայում նման տեսակի զպարճական մեղադրանքներին։ Եվ երկրորդ հարցը ձեր թույլտվության Վեհապարտեր, Միքայել arczepiskopos Աջապահյանը դեռևս բանտում գտնվելու ժամանակ, երբ որ այդնի 10 եպիսկոպոսները միացան այսպես կոչված բարենորոգչական ծրագրին եւ ընդդեմ Մայրաթորի եւ ձեզ հայտարարություն ստորագրեցին Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց արժանացրեց, ճակերտներով արժանացրեց տիրադավ կոչմանը։ Շատ կուզեի իմանալ, դուք այս բնորոշումը կիսում եք թե ոչ։ Եվ դա մտավ ժողովրդի մեջ այլևս, այսինքն մարդիկ իրենց մասին խոսելից ուղղակի տիրադավ էին ասում ամբողջականացնելու համար բոլորին։ Նրանք մեր եկեղեցու սպասավորներ են, թույլ են տվել մի արարք, որը որ ընկալում չունի մեր ժողովրդի կողմից, նաև եկեղեցին ճիշտ չի գտնում նրանց դրսևորած կեցվածքը, բայց նման գնահատական մենք չենք կարող օգտագործել բնորոշելու արարքները մեր հոգևորականից։ Դա, ինչպես ասեցի, իրենց կողմից թույլ տրված արարքը համապատասխան կառույցներում քննության կառնվի եւ համապատասխան որոշում կկայացվի։